սկսվեց այս ամենը։ Քանի որ ինքը սույկ տղաների մայրիկ եմ, ինձ շատ դժվար էր նախնական ժամանակահատվածում տանից դուրս աշխատանք գտնելը։ Սակայն պրպտող բնավորություն ունեմ եւ այդ ժամանակ հիմնվելով երեխաների նախասիրությունների վրա հասկացա, որ կարելի է ինչ-որ մի բան ստեղծել, որը կարող եմ համատեղել երեխաների հետ։ Լողանալուց երեխաները բավականին կամակորություն էին դրսևորում լողանալու ընթացքում եւ որոշեցի, որ կարող եմ պատրաստել որևէ մի բան, որը նրանց կգրավի եւ լողանալու ընթացքը ավելի հաճելի կդարձնի իրենց համար։ Այդպես մտածեցի օճառի ստեղծման մասին։ Իմ պատրաստած ապրանքները շատ կարևորում եմ, որ լինեն ամբողջությամբ բնական հումքից պատրաստված։ Նրանք նախատեսված են բացառապես երեխաների համար։ Այստեղ կարող եք տեսնել իմ պատրաստած օճառներից որոշ հատված։ Իսկ հիմա եկեք անցնենք աշխատանքային բուն պրոցեսին։ Օճառները հենց հատուկ նպատակ ունեն լինել խաղալիքի տեսքով, որպեսզի երեխան խաղա եւ լվացվի։ Այդպես առաջին քայլերի ընթացքում հասկացա, որ իմ տղաներին շատ է դուր գալիս։ Արդեն սկսեցի ֆորմաները ավելացնել, նոր ֆորմաներով օճառներ ստեղծել, որպեսզի նրանք էլ չձանձրանան անընդհատ նույնը օգտագործելուց։ Համացանցում հոլովակները, աշխատանքային հոլովակները տեղադրելուց հետո բավականին մեծ արձագանք ստացա։ Անգամ առաջարկներ ստացամ, որ իմ պատրաստած օճառները մարդիկ ցանկանում են գնել։ Մենք միասին համ կզրուցենք, համ էլ կպատրաստենք օճառները։ Այդպես արդեն եղան առաջին վաճառքները, որոնք էլ ավելի ոգևորեցին ինձ ու սկսեցի էլ ավելի նոր գաղափարներ մտածել, թե ինչպես կարելի է մատուցել օճառը։ Հետ կարծիքները ստանալով, նրանց երջանիկ հաղորդագրությունները կարդալը ինձ ավելի էր ոգևորում, որ ես չկանգնեմ ու շարժվեմ առաջ։ Երբ ամեն ինչ ավելի խորացավ, վաճառքները բավականին աճեցին, ես հասկացա, որ ինձ կառավարելու համար գիտելիքները պակասում են եւ սկսեցի մասնակցել բիզնես կառավարման դասերի, որոնք իրենցից ներկայացնում էին նաեւ դրամաշնորհային ծրագրեր։ Արդեն քանի որ վաճառքի ծավալներն էլ մեծացել էին, ինձ համար հարկավոր էր աշխատանքային որոշակի տարածք, արդեն տանից դուրս, ստեղծվեց իմ մեջ արվեստանոց ունենալու գաղափարը։ Եվ այդ ամենի համար կրկին մասնակցեցի դրամաշնորհային որևէ ծրագրի։ Առաջին դրամաշնորհային ծրագրին մասնակցելով, բացի լավ գիտելիքներ ձեռք բերելուց, նաև կարողացա ստեղծել իմ արվեստանոցը, կատարեցի առանձնանալու առաջին քայլերս։ Իսկ երկրորդը արդեն տեղի ունեցավ իմ քայլը հիմնադրամի շնորհիվ հաջողակից սկսնակին կին ձեռներեցների դրամաշնորհն էր, որը շատ մեծ ընկերություն ինձ տվեց, նոր աղջիկների հետ ծանոթացա, ովքեր եւս ձեռներեցության մեջ էին գտնվում։ Ստացածս դրամաշնորհը ուղղեցի նոր կաղապարներ ձեռք բերելուն, որը իմ տեսականին գրեթե կրկնապատկեց։ Այժմ հումքը կտրատելուց հետո մենք այն կարող ենք տեղադրել ջերմակայուն տարայի մեջ, որպեսզի հալեցնենք։ Երբ զբաղվում ես սիրելի գործով, լինում ես բավականին ինքնաբավ եւ արդեն ընտանիքի հետ կապված աշխատանքներն էլ մեծ սիրով ես կատարում։ Լինելով երկու երեխաների մայր, ես զբաղվում եմ իրենց դաստիարակությամբ եւ խնամքով լիարժեք, որի ընթացքում չի տուժում նաեւ իմ սիրելի աշխատանքը։ Այժմ միասին հալեցնենք օճառի հումքը, որպեսզի տեղադրենք արդեն կաղապարի մեջ։ Ծավալների մեծանալուց հետո արդեն ներգրավեցի նաև ամուսնուս, ով իր նոր թարմ գաղափարներով բավականին նոր մտքեր է ինձ տալիս։ Այժմ միասին տեղադրենք օճառը արդեն կաղապարի մեջ, որի մեջ ավելացրել ենք բույր եւ գույն։ Եղել են պահեր, որ մտածել եմ, որ այս պահից սկսված վերջ, բայց կրկին իմ աշխատանքը ինչ որ փուլի մեջ է մտել, որ հասկացել եմ, որ չէ, պետք չի սա թողնել, այլ հակառակը, պետք է
ինչ-որ մի բան փոփոխել եւ մատուցել նորովի։ Կարևորում եմ այն, որ երբեք չեմ ձանձրանում այս գործից, քանի որ դա շատ կարևոր է, որ գործը սիրով կատարես։ Դրանից են հենց նոր գաղափարները ծնվում, երբ դու չես ուզում թողնել ուղղակի այդ գործը։ Ընտանիքս, որ ամբողջությամբ ներգրավված է, ամեն մեկը ինչ-որ նոր մտքով ինձ փորձում են ոգևորել, փորձում են օգնել։ Ամեն անգամ նոր օճառ պատրաստելուց, նամանավանդ երբ գաղափարը նոր է եւ ես պետք է առաջի անգամ ստանամ, իրոք փոքր երեխայի պես սպասում եմ, թե ինչ պետք է դուրս գա եւ ինչ տեսքով պետք է լինի։ Այս աշխատանքը լիարժեք իմն է, սա իմ ստեղծածն է, այստեղ ես եմ որոշում հերթականությունը, ես եմ որոշում, որը ինչպես պետք է տեղի ունենա, դրա համար սա ինձ համար մի կարևոր կետ է, որը երբեք պետք է բաց չթողնել, սա պետք է ուղղակի աճացնել, պահել ինչպես փոքրիկ երեխային։ Երբ աշխատանքիդ մեջ արժևորում ես ինքդ քեզ եւ զգում ես քեզ լիարժեք մարդ, դա շատ կարեւոր է արդեն հենց ինքդ քեզ համար, երբ դառնում ես լիարժեք։ Ես ինձ համարում եմ արվեստի մարդ։ Քանի որ իմ աշխատանքն էլ ամբողջությամբ հիմնված է ստեղծագործելու վրա, նոր գաղափարի վրա, դա երբեք ինձ չի հոգնեցնում։ Իսկ այն փաստը, որ մեր պետությունը բավականին աջակցում է կին ձեռներեցներին, առավել եւս մարզային ձեռնարկատերերին, դա էլ ավել է քեզ ոգեշնչում, որ դու ստեղծես, արարես եւ ինչ որ արժեք թողնես, թեկուզ կարճ, որը օգտագործվելու է, բայց քեզանից հետո արժեք թողնես։ Ֆանտաստիկ զգացողություն է, երբ գիտես, որ կան Հայաստանում մոտավորապես 500 փոքրիկ, ով ունի քո ստեղծած օճառը։ Իսկ այժմ կցանկանամ միասին բացենք եւ տեսնենք ինչ է դուրս գալիս մեր գաղափարից, ինչպես է մեր վարդը արդեն եղել։ Ամեն անգամ բաց անելուց նույն ոգևորությունն եմ ապրում։ Այս ամենի հետ մեկտեղ կարող եմ նաև փաստել հենց իմ անձնական փորձից, որ ոչինչ չի տուժում, երբ դու ունես քո բիզնեսը, դու կարող ես լինել լիարժեք մայրիկ, դու կարող ես լինել լավ կին, ընտանիքի կողքին լինել, հասցնել թե քո անձնական գործը եւ քո ընտանիքի սերը վայելել, լինել ընտանիքիդ կողքին։ Դրանք մեկը մյուսին ուղղակի կարող են լրացնել, քանի որ կինը եւս պետք է լինի ինքնաբավ, որ կարողանա սիրով հոգալ ու հոգ տանել ընտանիքի մասին։ Ես հաճախ եմ լսում աղջիկներից, ծանոթ կանանցից, որոնք փորձում են կամ ցանկություն ունեն սկսել իրենց գործը, սակայն վախենում են։ Իմ խորհուրդը նրանց, որ պետք չի վախենալ, ուղղակի պետք է փորձել, անգամ պետք չի ձախողելուց վախենալ, քանի որ ձախողումն էլ որոշակի քեզ արդյունք է տալիս։ Միայն պարտադիր չի, որ վատ լինի։ Ու հենց այդ ռիսկին դիմելու արդյունքում դու կարող ես ունենալ այն, ինչ շատերը երազում են։ Ինչ որ նոր բան սկսող մարդուն միշտ խրախուսեն, միշտ թև տան, միշտ ասեն, որ կստացվի, կհաջողի, նամանավանդ կանանց պարագայում, քանի որ կանայք իրականում բնությունից հենց բավականին ուժեղ են ստեղծված ու պետք չի կասկածել նրանց ուժին, ուղղակի պետք է հավատալ, պետք է ոգեշնչել ու իր կողքին լինել։